Ուրեմն հարգելի ուսանողներ, եկեք հիմա անցնենք հաջորդ պարագրաֆին, որտեղ մասնավորապես կտեսնենք, թե մեր տողային սյունային տարածությունները, որ մենք ուսումնասիրեցինք եւ իրենց հաշվելու ձևերն էլ անցանք, ինչ օգտակար կիրառություններ ունեն։ Սրանք առաջին ու վերջին կիրառությունները չեն, հետո մեզ շատ են հանդիպելու, բայց առաջինը սա է։ Տեսեք, առաջի թեորեմը ասում է հետևյալը. տալիս է ռանկը բնորոշելու եւս 4 եղանակ։ Մենք մինչև հիմա մի քանի եղանակներ արդեն գիտեինք, չէ՞, ռանգը ինչ է, մատրիցի աստիճանաձև տեսքում ոչ զրոյական տողերի քանակը կամ գագաթային սյուների քանակը, կամ էլ կարելի է պարզապես ասել գագաթների քանակը։ Հիմա մենք ստանում ունենք թեորեմ, որը ասում է, որ ռանկը նաև հետևյալ ձևերով կարելի է բնորոշել։ Տված A մատրիցի ռանկը դա ինչն է։ Նրա ամենամաքսիմալ գծորեն անկախ տողերի քանակն է կամ մաքսիմալ գծորեն անկախ սյուների քանակն է մեր A մատրիցում, կամ տողային տարածության չափողականությունն է, կամ էլ սյունային տարածության չափողականությունն է։ Ահա, խնդրեմ, կարող է ինչ-որ մեկը հələ փորձի ինքնուրույն ապացուցել այս թեորեմը։ Հիմա այստեղ այդ մեր մատրիցի ռանկը հավասար է ոչ զրոյական տողերի բերված այդ ռո էշելոն տեսքի մեջ, ոչ զրոյական տողերի քանակին։ Իրենք ռո էշելոն տեսքի։ Ըստ մեր Եվ ըստ այն լեմայի, որ վերցնում էինք ոչ զրոյական տողերը և դրանով ստանում էինք բազիսը։ Այսինքն այս դեպքում ոչ զրոյական տողերը մեր R-ի բազիսն են։ Եվ մյուս լեմայի այս դեպքում կստանանք, որ R-ը հավասար է ρ A և նրա չափողականությունն էլ հավասար կլինի ρ A-ի։ Եղավ, շատ լավ։ Այս ոնց որ այս կետը է արիք, չէ՞։ Ահա, հետո։ Եվ քանի որ ոչ զրոյական տողերը պահում են իրենց այդ գագաթները, ուրեմն R-ը ունի ճիշտ R գագաթային սյուն։ Եվ այն լեմայի համաձայն այդ բազիսները հենց ստանում են, այսինքն հոլ R-ը, և հետևաբար նրանց չափողականությունն էլ է R։ Էդ էլ եղավ այս կետը, բայց տեսեք, չգիտես ինչի ոչինչ չի ասվում 1 և 3-րդ կետերի մասին, բարի դրանք, քանի որ ստացվեց, որ call R-ը և call A-ն ունեն նույն չափողականությունը, և քանի որ տարրական ձևափոխություններ էինք կատարում և չէր փոխվում գծային անկախությունը սյուների ըստ լեմայի, հետևաբար կարող ենք ասել, որ քանակը չի փոխվում։ Այո, ճիշտ եք ասում, ուրեմն A-ի մեջ էլ ինչքան հատիկ որ ամենաշատը գծորեն անկախ սյուներ կային, այդ քանակն էլ հենց մաքուր հավասար էր այդ նույն R-ին։ Մենակ այստեղ մի բան էլ եկեք ասենք, որ այդտեղ մաքսիմալ քանակ, մաքսիմալ բառը տեղում էլ օգտագործված է։ Հասկանալի է, չէ՞, որ տարածության մեջ բազիսը դա մաքսիմալ քանակով անկախ վեկտորների հավաքածուն է, որովհետև եթե հանգարց ասենք մի տարածության մեջ 3 հատ անկախ վեկտորներ կան, և ենթադրենք 4-րդն էլ հնարավոր է լինել ավելացնել վրան, որ այս 4-ը միասին անկախ լինեին, ապա այս 3 հատիկը միասին բազիս կլինեին այլևս։ Չէ, որտև այս 4-րդը սրանց գծային կոմբինացիա չէ, որտև իրան ավելացրել ենք վրան, անկախ են դառել, անկախ են շարունակել մնալ։ Ուրեմն սա սրանց գծային կոմբինացիան չէ, ուրեմն
Բազից չէ, բազից մաքսիմալ լինի։ Ահա, եղավ, ուրեմն տեսեք, մենք ρ i եւ col i շնորհիվ եւս 4 ձև տվեցինք բազիսի անկախություն, մատրիցի ռանգի սահմանման։ Ստեղից օրինակ sense բան միանգամից երևում է, չէ՞, նայեք, ենթադրենք 1 0 1 1։ Այս մատրիցի ռանգը ինչ է։ 2 2-ա, ընդ որում ինչի է 2, որտեվ այս տողերը անկախ են։ Այս տողերն էլ ինչի են անկախ, որտեվ համագիծ չեն։ Բանավոր է երևում։ Կարիք կար արդյոք այս մատրիցը բերեինք ինչ որ տարական ձևափոխությամբ աստիճանաձև տեսքի, որ նոր ասենք, վայ, իրանք անկախ։ Երևում է իրականում միանգամից։ Երևում է միանգամից, ապրեք։ Հիմա անցնենք հաջորդ հետևանքը։ Հաջորդ հետևանքը էլի մեր նախորդ իմացած փաստը էլի է, այսպես ավելի բազմազան դարձնում։ Մենք գիտեինք, որ մատրիցը հակադարձելի է, եթե նա մի փունջ 6 հատ պայմանի է բավարարում, չէ՞։ Մեծ թեորեմ էինք անցել, 9-10 թեորեմը այս է, որտեղ 6 հատ համարժեք պայման էր տալիս։ Հետո մի հատ էլ ենք թեորեմ անցել, որ մատրիցը հակադարձելի է, եթե նա ինչ է։ Տեսնեմ ով կհիշի։ Եթե անցման մատրիցը հակադարձելի է։ Եվ հակառակը, եթե ինքը հակադարձելի է, ապա ինքը անպայման անցման մատրից է, չէ՞։ Հիմա այստեղ տեսեք եւս երկու համարժեք պայման ենք անցնում մատրիցի համար հակադարձելի լինելու առումով։ Ուրեմն A մատրիցը քառակուսային հակադարձելի է այն եւ միայն այն դեպքում նրա բոլոր տողերը գծորեն անկախ են կամ եւս մի պայման նրա սյուները գծորեն անկախ են։ Ապացույցը նախորդ կետից միանգամից բխում է։ Եթե հակադարձելի է, մտածենք, իր աստիճանաձև տեսքերից մեկը, այն է RF-ը, միավոր մատրիցն է։ Միավոր մատրիցը, որ գրենք, ինքը քանի հատ գծորեն անկախ տող ունի, մաքուր n հատ։ N հատ տող գծորեն անկախ n, ճիշտ n հատ, բայց մեր մատրիցը ինքը n-ը n-ի վրա էր, այսինքն իր n հատ տողերը գծորեն անկախն է, շնորհիվ իր բոլոր տողերը գծորեն անկախ են։ Նույն կերպ սյուների համար։ Եղավ։ Հիշում ենք մատրիցի հակադարձելիության եւս մի անհրաժեշտ պայման տողերը կամ սյուները պիտի Դա կարող ենք անցնել էլի այս թեորեմի ապացույցի վրա եւ ես բայտակ տենց թելես կորցրեցի էլի։ Ահա նորից ենք Դա իրականում։ նայեք։ Վերցնում ենք մեր ամատրիցը։ Այստեղ բերում ենք իրան աստիճանաձև տեսքի։ Այս աստիճանաձև տեսքը այս է, չէ՞, 1 1 1 1։ Սրա մեջ քանի հատ գծորեն անկախ տող կա։ Մաքուր n հատ, որտեղ բոլոր տողերն էլ գծորեն անկախ են։ Բայց նախորդ կետում ասում էր, որ ինքը մատրիցի ռանգը հավասար է նրա մաքսիմալ գծորեն անկախ տողերի քանակին։ Այստեղ ուրեմն n հատ գծորեն անկախ տողեր ունենք, ուրեմն իր ռանգը ինչ է, ռանգը մաքուր n է։ Եթե ռանգը մաքուր n է, դա էլ անյև միայն այն դեպքում է կատարում, երբ որ ինքը հակադարձելի է։ Նույնը սյուների համար։ Հասկացա։ Եղավ, հիմա մենք մի հատ այսպիսի պատասխանատու եւ կարևոր թեորեմ ունենք ապացուցելու, որին մենք կանցնենք հաջորդ վիդեոյին։